Մենք սովոր ենք պատերազմ ասելով պատկերացնել զենքեր, պայթյուններ և տեսանելի թշնամիներ, բայց կա մի պատերազմ, որն ավելի սարսափելի է, քանի որ այն չունի ռազմաճակատի գիծ։ Այն ընթանում է հենց հիմա, ձեր տանը, ձեր աշխատավայրում և ամենակարևորը՝ ձեր մտքում։ Նախորդ սերիայում մենք տեսանք, որ ժամանակը կանգ է առել, բայց այդ դադարի մեջ սկսվել է մի մեծ որս։ Այսօր մենք կբացահայտենք այն թաքնված ուժերը, որոնք կռվում են ձեր հոգու համար։ Ովքեր են այս պատերազմի գլխավոր թիրախները։ Արդյոք դուք նրանցից մեկն եք։ Այս պատերազմի գլխավոր զենքը ոչ թե ռումբն է, այլ տեղեկատվությունը։ Վերջին ժամանակների նշաններից մեկն այն է, որ չարը փորձելու է մոլորեցնել անգամ ընտրյալներին։ Մեր ուշադրությունը դարձել է ամենաթանկ ապրանքը։ Երբ մենք կորցնում ենք կենտրոնացումը Աստծո և հոգևոր արժեքների վրա, մենք դառնում ենք հեշտ խոցելի թիրախ։ Թեև մարմնով ենք ապրում, բայց մարդկային մղումներից ելնելով չենք մարտնչում, քանզի մեր մարտի զենքերը մարմնավոր չեն, այլ զորավոր են Աստծով, բերդեր քանդելու։ Մենք դրանցով քանդում ենք ծածուկ մտքերը և ամեն բարձունք, որ Աստծու գիտության դեմ է գոռոզանում, ու գերում ենք ամեն միտք Քրիստոսին հնազանդվելու համար։ Այս համարը հստակեցնում է, որ մեր իրական պայքարը տեղի է ունենում ոչ թե արտաքին աշխարհում, այլ մեր գիտակցության մեջ։ Մտքերը որպես ամրոցներ։ Երբեմն մենք ունենում ենք սխալ համոզմունքներ, վախեր կամ կասկածներ, որոնք կարծես ամրոցներ լինեն մեր մտքում և խանգարում են մեզ տեսնել Աստծո ճշմարտությունը։ Գերել մտքերը, սա նշանակում է թույլ չտալ, որ ցանկացած մուտքային միտք ինքնակամ տիրի մեր հոգուն։ Մենք պետք է ստուգենք մեր մտքերը, արդյոք դրանք համապատասխանում են Քրիստոսի ուսմունքին, թե ոչ։ Քրիստոսին հնազանդեցնել, դա նշանակում է, երբ բացասական, կործանարար կամ կասկածամիտ միտք է գալիս, մենք այն գերում ենք, փոխարինելով Աստծու խոսքով և հանձնելով Աստծուն։ Ինչու են այսօր ընտանիքները քայքայվում այդքան հեշտությամբ։ Սա պատահականություն չէ։ Ընտանիքը փոքր եկեղեցի է, և հարվածելով հիմքերին, անտեսանելի թշնամին փորձում է մարդուն թողնել միայնակ և անպաշտպան։ Թիրախում են նրանք, ովքեր փորձում են պահել սրբությունը և հավատարմությունը։ Վերջին օրերի ամենամեծ զենքը վախն է։ Վախ վաղվա օրվա հանդեպ, վախ հիվանդությունների հանդեպ, վախ կորստի հանդեպ։ Երբ մարդը վախենում է, նա դադարում է վստահել Աստծուն, և հենց այդ պահին նա դառնում է խոցելի։ Իսկ ի՞նչ է ասում Աստվածաշունչը։ Մի վախեցիր, որովհետև ես քեզ հետ եմ։ Մի զարհուրիր, որովհետև ես քո Աստվածն եմ։ Ես քեզ կզորացնեմ և կօգնեմ քեզ։ Նաև քեզ նեցուկ կլինեմ իմ արդար աջով։ Վախը հաճախ գալիս է այն զգացումից, որ մենք մենակ ենք, կամ որ իրավիճակը դուրս է մեր վերահսկողությունից։ Այս համարը հակադրվում է վախին 3 կարևոր շեշտադրումներով։ Ներկայություն։ Ես քեզ հետ եմ։ Սա վախի դեմ ամենամեծ դեղամիջոցն է։ Երբ գիտակցում ես, որ Աստծո ներկայությունը քեզ հետ է, վախի իշխանությունը թուլանում է։ Զորացում։ Պիտի զորացնեմ ու պիտի օգնեմ քեզ։ Երբ մենք թույլ ենք զգում մեզ, Աստված խոստանում է ոչ միայն օգնել, այլև հենց իր զորությունը տալ մեզ։ Հենարան։ Քեզ նեցուկ կլինեմ իմ արդար աջով։ Սա վստահության զգացում է։ Ինչպես հայրն է բռնում երեխայի ձեռքը, որպեսզի նա չընկնի, այնպես էլ Աստված պահում է քեզ իր հավատարմությամբ։ Բայց մի վախեցեք, այս պատերազմում մենք մենակ չենք։ Պողոս առաքյալն ասում էր. որովհետև մեր պատերազմն արյան և մարմնի դեմ չէ, այլ իշխանությունների և պետությունների դեմ, այս խավար աշխարհի տիրակալների դեմ, երկնքում գտնվող չար ոգիների դեմ։ Ինչպես պաշտպանվել։ Միակ զրահը հավատն է, ծոմապահությունը և աղոթքը։ Եթե դուք զգում եք ճնշում, եթե ձեր ներսում տագնապ կա, նշանակում է դուք արժեքավոր եք։ Չարը չի կռվում այն հոգու համար, որն արդեն իրեն է պատկանում։ Նա կռվում է նրանց համար, ովքեր դեռ լույս են փնտրում։ Անտեսանելի պատերազմը շարունակվում է, բայց հաղթանակը նրանն է,
ով մինչև վերջ կմնա լույսի մեջ։ Հաջորդ սերիայում մենք կխոսենք մի երևույթի մասին, որն արդեն սկսել է իրականանալ մեր աչքի առաջ՝ երկնքի լռությունը և երկրի տագնապը։ Ինչ է կատարվում բնության հետ և ինչու է երկինքը թվում անհաղորդ։ Գրեք մեկնաբանություններում, դուք զգում եք այս անտեսանելի պայքարը ձեր կյանքում։ Մի մոռացեք նաև բաժանորդագրվել և սեղմել զանգակի կոճակը, որպեսզի բաց չթողնեք այս հոգևոր ճանապարհորդության հաջորդ քայլը։